Հանուն Հոր եւ Որդվո եւ Հոգվույն Սրբո ամեն։ Քանզի ինձ համար կյանքը Քրիստոսն է, իսկ մահանալը շահ։ Սիրելի հավատավոր քույրեր եւ եղբայրներ, մեր հավատքի ճամփորդության մեջ հաճախ մենք ինքներս մեզ հարց ենք տալիս, թե ինչն է մեր կյանքը, ինչ բառով կարող ենք բնութագրել մեր կյանքը, եթե ուզենանք մեկ բառով դա նկարագրել։ Ոմանց համար պայքար է կյանքը, ոմանց համար ձգտում, գոյատևում, պատրաստություն, ոմանց համար վայելք։ Ամեն մարդ իր ձև է պատկերացնում իր կյանքի խորհուրդը եւ երբ որ մենք փորձենք բնութագրել մեր կյանքը մեկ բառով, միգուցե դա այդքան էլ դյուրին չլինի, բայց դա մեզ կօգնի հասկանալ, թե մեր կյանքի կենտրոնում ինչ է, ինչպես ենք մենք ապրում։ Եվ այսօրվա ընթերցման մեջ Պողոս Առաքյալը ասում է իր կյանքով կերտված, բյուրեղացած այլևս ձևակերպումը, որը բնաբան է դարձել շատ քրիստոնյաների համար, իրենց հոգևոր կյանքը կերտելու համար, այդ խոսքը հետևյալն է, իմ համար կյանքը Քրիստոսն է, իսկ մահանալը շահում, այսինքն հասնելու իմ կյանքի նպատակին։ Եվ այդ օրինակով շարժվել են բազմաթիվ քրիստոնյաներ, որոնք նաև անցել են սրբության ճանապարհ եւ թողել են մեզ կենթանի պատգամ եւ օրինակ։ Եվ այսօր մենք հիշատակում ենք մեր համազգային դարձի սկզբնավորումը եւ այդ սկզբնավորումը ոչ թե այն քարոզչությամբ էր սկսվել, որը բոլորս շատ լավ գիտենք, այլ եղել այն ժամանակ, երբ որ Սուրբ Գրիգոր Լուսավորիչը մտավ խոր վիրապ։ Եվ ամեն մեծ պահքի ժամանակ մենք իրապես հիշատակում ենք իր անցած ուղին։ Այն 13 տարիները, երբ որ նա ենթարկվելով սոսկալի չարչարանքների իր հավատքի վկայության համար մտավ այն խոր փոսը, որը ըստ երևույթին պիտի լիներ իր մահապատիժը։ Բայց քանի որ իր համար այն կենթանի բնաբանը, որ Պողոս Առաքյալը մեզ պատգամում էր, իր համար կյանքը Քրիստոսն էր եւ իր համար այս կյանքից գնալը միայն շահ էր, ապա այս աշխարհը չկարողացավ հաղթել Սուրբ Գրիգորի հավատը։ Իր կյանքի առանցքում, իր կյանքի կենտրոնում մեր Տիրոջ անձն էր եւ նա իր մեջ կրելով Քրիստոսի կենթանի ներկայությունը Քրիստոսին իր հետ իջեցրեց խոր վիրապ, այն գուբը, որտեղից նա դուրս եկավ երկար սպասումից, երկար աղոթքներից 13 տարիների այդ դժվարագույն փորձությունից, որը մեզ համար անպատկերացնելի է այդ խավարի մեջ, երբ որ չգիտես երբ է առավոտը, երբ է գիշերը, երբ որ օրն ու ցերեկը միախառնված են իրար, երբ որ կորցրել ես այլևս թիվը օրերի, ամիսների, տարիների, երբ որ ոչ մի մարդկային հույս այլևս չի կարող քեզ գոտեպնդել, այնտեղ նա գտել էր Աստծո արքայության մարմնավորումը եւ այնտեղ արդեն մուտք էր գործել Քրիստոսի ներկայության մեջ եւ այնտեղ արդեն իսկ լինելով երկրի խորքերի մեջ, անդունդի մեջ արդեն իսկ երկնքում էր եւ հրեշտակներն էին գալիս եւ իրեն սպասավորում։ Այդպիսի հավատքի կյանք օրինակ թողեց մեզ Սուրբ Գրիգորը եւ մտավ վիրապ որպես օրինակ Քրիստոսի չարչարանքների, որպես Քրիստոսի խաչի օրինակ, որպեսզի հարություն առնի Քրիստոսի հետ դուրս գալով այդ խոր վիրապից եւ տարածի այն լույսը, ինչպես հարուցյալ Քրիստոս տարածեց իր լույսը ամբողջ աշխարհով եւ փոխակերպեց մարդկային կյանքի ամբողջ օրվագից, այդպես եւ Սուրբ Գրիգորը դուրս գալով այդ խորը վիրապից կարողացավ լուսավորել հայոց աշխարհը, դառնալ մեր ազգի լուսավորիչը եւ ոչ միայն
մեր ազգի պատմության համար, այլ ամբողջ աշխարհի համար կերտեց առաջին քրիստոնյա երկրի պատմությունը։ Իր վարքի, իր կյանքի մասին կարելի է ժամերով խոսել, սակայն ես կուզենայի, որ մենք այսօր մասնավոր ուշադրություն դարձնենք այն ավանդի վրա, որ նա թողել, այսինքն այն քրիստոնեական ուղու վրա։ Եվ այն թե ինչպես ենք մենք դա կրում եւ ինչպես ենք դա մենք ժառանգել։ Ինչ եղավ այն քրիստոնեության հետ, որը Սուրբ Գրիգորը տարածեց ամբողջ աշխարհով մեկ սիրելիներս։ Այսօր մենք ապրում ենք որպես առաջին քրիստոնյա ազգ եւ երկիր։ Հորդորում ենք այդ անվանումը եւ արդյոք այսօրվա մեր քրիստոնեությունը նույն է այն քրիստոնեության հետ, որը Սուրբ Գրիգորը տարածել էր հայոց աշխարհում։ Դա շատ կարևոր եւ շատ մեծ հարց է, որի պատասխանը դժվար է գտնել, որտեղ այն քրիստոնեությունը, որ իրենք սերմանել եւ տարածել են, այսօր մենք լիարժեքորեն չենք կրում եւ չենք տարածում, որտեղ իրենց քրիստոնեության մեջ առանցքը եւ կենտրոնը Քրիստոսի անձներ եւ ինչքան էլ հալածանքներ էին իրականացվում քրիստոնեության վրա, ինչքան էլ փորձում էին այս կամ այն կողմից քրիստոնեությունը դուրս հանել մարդկային կյանքից, այն էլ ավելիով էր տարածվում, որտեղ դրա տարածման ակունքը հենց ինքն էր, Տերն էր, որը կենդանի էր եւ ներկա էր մարդկանց կյանքում եւ գործունեության մեջ։ Դարերի ընթացքում մենք քրիստոնեությունը դարձրեցինք շատ հաճախ մշակույթ, ավանդություն, սովորություն, որոշակի տարբերակվող նշան այլ ազգերից, որոնք դավանում էին իսլամ կամ այլ կրոններ։ Հայ քրիստոնյա այդ ձևակերպումը ինչ որ չափով դուրս եկավ քրիստոնեական բուն առանցքից եւ դարձավ մեր ոչ թե մաշկի գույնը, ինչպես ասում էր Եղեշեն, այլ դարձավ մեր տարազը, որը մենք հագանք մեզ վրա, բայց չդարձանք այն։ Անշուշտ դա չի վերաբերում բոլորին, բայց դա այն ազգային ընկալման մեջ լրջագույն խնդիր եղավ։ Ունենալ քրիստոնեություն առանց Քրիստոսի, դա ամենից մեծ վտանգն է։ Երբ որ դու ունես քրիստոնեությունից դուրս եկած լեզու, պատմություն, մշակույթ, երաժշտություն, արվեստ, քո բոլոր բնագավառներում արկա է Քրիստոսի թողած ժառանգությունը, խաչը որպես զարդ, որպես ինքնության որոշակի բնութագրիչ, բայց այդ ամեն ինչի մեջ չկա ամենակարևորը Քրիստոսը, ով որ պիտի ապրի եւ գործի։ Եվ այդ գայթակղությունը ցավոք շատ մեծ է եւ դա ոչ միայն մեր պարագայում է, նաեւ այլ քաղաքակրթություններում արևմտյան քաղաքակրթության մեջ եւս փորձեցին վերցնել քրիստոնեական արժեքները իրավական, մշակութային եւ այլ առումով եւ դուրս հանել Քրիստոսին այդ ամեն ինչից։ Եվ մեզ մոտ եւս այդ սայթակումը հաճախ նկատվել է տարբեր դարերի հոլովույթներում եւ հատկապես վերջին մեր դարաշրջանում եւ դրա պատճառով է, որ մենք հասանք հոգեվոր մեծ ճգնաժամի։ Այո, այն բոլոր խնդիրները, դժբախտությունները, որ արկա են մեր կյանքում, թե անցյալում, թե ներկայում, դրանց ակունքում կա այն հոգևոր նահանջը, որը մենք ապրել եւ ապրում ենք, կոչվելու քրիստոնյա ազգ, կոչվելու առաջին քրիստոնյա ազգ, բայց չունենալու Քրիստոսին որպես քո կյանքի առաջնորդ, որպեսզի քո կյանքի կենտրոն։ Մենք նույնիսկ ազգային հպարտության առիթ ենք դարձնում մեր քրիստոնեական ձեռքբերումները։ Մենք հպարտանում ենք նրանով, որ մենք առաջին քրիստոնյա ազգն ենք։ Սակայն երբ որ այդ արտահայտությունն ենք միայն լսում, պիտի զգանք, որ քրիստոնեությունը եւ հպարտությունը իրար հետ անհամատեղելի են։ Դու չես կարող
հպարտանալ մի բանով, որը ամեն ինչով սովորեցնում է, որ հպարտանալը մեղք է։ Ոնց որ մարդը հասկանա, որ մեծ պահքը շատ կարևոր եւ մեծ բան է, սակայն ոչ մի կերպ կապ չունենալով այդ պահեցողության հետ գեղեցիկ կենացներ բարձրացնի մեծ պահքի համար։ Մեզ համար դա ծիծաղալի կլինի։ Մենք հասկանում ենք, որ խնջույքը, կենացը եւ մեծ պահքը անհամատեղելի են, բայց ել ավելի անհամատեղելի է այն, որ մենք հպարտանում ենք, որ մենք առաջին քրիստոնյա ենք, որ մեր քրիստոնեությունը շատ բան տվել է այս աշխարհին եւ տարբեր երկրներից ուսումնասիրողներ այսօր գալիս եւ հիանում են մեր մեծերով, մեր նարեկացիով, մեր շնորհալիով, մաշտոցով եւ այլն եւ այլն եւ այլն։ Բայց մենք ցավիսիրտ կորցրել ենք այդ կենթանի կապը մեր այն իրական քրիստոնեության հետ, որը տարածվել էր ժամանակին։ Եվ եթե մեր Սուրբ Հայրերի համար բնաբանը կյանքի եղել է ինձ համար կյանքը Քրիստոսն է, ապա դարերի ընթացքում այդ կյանքի բնութագրող կարևորագույն բառը ցավոք փոխվել է։ Եվ մեզ համար այսօր մեր համազգային կյանքում շատ քիչ մարդիկ կլինեն, որ կասեն, որ ինձ համար կյանքը Քրիստոսն է։ Կասեն ինձ համար կյանքը իմ ընտանիքն է, լավագույն դեպքում իմ գործն է, իմ ազգն է եւ այլն եւ այլն։ Շատ այդպես բառեր կլինեն, որոնք կբնութագրեն մարդկանց պատկերացումը կյանքի վերաբերյալ։ Սակայն շատ քիչ կլինի այն դավանանքը, որը ցանկալի է, որ ինձ համար կյանքը Տերն է, Քրիստոսն է։ Եվ երբ որ նայում ենք այսօրվա մեր իրականության մեջ, կարող ենք նաև տեսնել մեր հոգևոր աչքերով, որ մենք բոլորս էլ մեր ազգային հոգևոր կյանքում գտնվում ենք մի այնպիսի խորը վիրապի մեջ, այնպիսի մի փոսի մեջ, որից դուրս գալու համար անհրաժեշտ են մեծ ջանքեր։ Եվ եթե Սուրբ Գրիգորը իր հավատքի համար, իր դավանանքի, իր քաջության համար էր հայտնվել այդ փոսի մեջ, այդ խորը վիրապի մեջ, ապա մենք մեր սխալների, մեր ձախողումների, սայթաքումների եւ մեղքերի պատճառով ենք հայտնվել այդ խորը վիրապի մեջ։ Եվ եթե նա իր աղոթքը, իր կյանքը դարձրեց ելք դեպի այդ վիրապից եւ Քրիստոսի լույսի տարածումը, մենք փորձում ենք հարմարվել այդ վիրապին, կարծելով, որ դա է կյանքի իրականությունը, ավելի հարմարավետ դարձնել այդ փոսի պայմանները եւ ասել, որ դա է մեր կյանքը։ Սակայն Սուրբ Գրիգորը մեզ տալիս է դարերի խորքից կենթանի պատգամ, դուրս գալու այդ խավարի իրականությունից եւ տարածելու Քրիստոսի կենթանի եւ ճշմարիտ լույսի սիրելիներս։ Մենք չենք կարող ուղղակիորեն հավաքվել եկեղեցու, մասնակցել պատարագին, հիշել Սուրբ Գրիգորի կյանքը, անձը, մուտքը, վիրապ, չարչարանքները եւ ոչ մի բանով չհաղորդակցվել դրան եւ դա չդարձնել մեր կյանքում ինչ-որ մի մասնիկ, չմասնակցել այդ իրականության։ Այդ ամբողջը կլինի ձև առանց բովանդակության։ Մենք պիտի մեր կյանքի բովանդակությունը դարձնենք Սուրբ Գրիգորի կյանքի օրինակով, պիտի մտնենք մեր հոգու այն ամենախորը անդունդները, ամենախորը վիրապ այն փոսի մեջ, որտեղ որ թաքցրել ենք դեռ չխոստովանած մեղքերը, որտեղ որ չի հասել դեր Տիրոջ ավետարանի լույսը, մտնել այդ իրականության մեջ, մեծ պահ կա այն ժամանակն է, երբ որ մենք պիտի մտնենք մեր խորը վիրապի մեջ, որպեսզի այն սրբագործենք եւ այնտեղից մեր հոգին դուրս գա դիմավորելու համար հարության Քրիստոսին։ Այս մասին կուզեի, որպեսզի մենք այսօր ավելի խորը մտածենք
Հասկանանք, թե ինչ քրիստոնեություն ենք մենք կրում այսօր, արդյոք դա այն նույն քրիստոնեությունն է, որ Սուրբ Գրիգորը տարածել էր իր խոսքով եւ օրինակով։ Հասկանանք, թե ինչ է մեզ համար կյանքը եւ ով է մեզ համար Հիսուս Քրիստոս, եւ հասկանանք, թե ինչ ենք պատրաստ մենք անելու, որպեսզի դուրս գանք մեր այդ համազգային խորը վիրապից եւ տարածենք Քրիստոսի լույսը։ Աստվածային շնորհը, սեր եւ օրհնությունը թող առաջնորդի բոլորիդ, այժմ եւ միշտ եւ հավիտյանս հավիտենից ամեն։